Это борется ժողովուրդ։ Մի քիչ sense բանով էլի խարիզմայով խոսամ սրա մասին։ Նիկոլ Փաշինյան կոչվածը եկավ հասավ ստեղարենք, այն որ ասում է վատերը տինոլի, այն որ ասում է իքյասեն, խնդրեսեն, աղոչեսեն, պողոցեսեն, վատերը տինոլի, այ ոտերն ինոլի սրանց, ամեն ինչ անել, որ վարչաղուկասն բռնել, վարչաղուկասն բռնել։ Հիմա իրան խույս ունեն, որ բռնեցի, իրանց շպիտի կանաչ լույսը լնեց, բայց հեցա բռնի, վարչաղուկասն իասեմ գործ կենո, հետո անբարոյական ղախպի տղեկի վրեն։ Հիմա, ուրեմն ինչ է կատարվում։ Իմ Facebook-յան էջն, այդ կուլտուրական էջն, որ ես այդ ձայնայինները կտնեմ, բանից պարզվում է, այսինքն իմ էջերը միշտ ակտիվ են եղել, եւ այդ միլիոնավոր մարդիկ դիտում իմ մեջ։ Վերջի ձայնայինները, որը վերաբերվում է այդ Նիկոլ ու վերաբերվում է Աննա Բոլեին, ուրեմն, եթե չեմ սխալվում, Աննա Բոլեինը արդեն 300,000 խփում էր, իսկ այդ Նիկոլ 200,000 խփում էր։ Ուրեմն, սրանք դրել են, հիմա էլ գնացել հասել են Մարկ Ցուկերբերգ, հետո գրե, ջնջե, խնդրես են, աղոչես են, պողոտես են, Facebook-ն այդ երկու նյութն իմ էջից հեռացրել է։ Ասում է, հետո վիրավորանքա կպարունակա, հետո քո ելույթ։ Թե իմ ելույթ երբ վիրավորանք չի պարունակել, ինչևից է։ Փաստորեն, սրանք հենց շարունակում են քրքրվել ու ծոկրտվել։ Էտա Վարդան Ղուկասյանի ելույթներից, այն որ կուլտուրական մարդ Լևոն Բաղդասարյան, այն հմեկի ժամանակ ասեց, էտա քյոտիրում էր ալամ աշխարհ տանու բերա։ Դու գնացել ես ամերիկյաներ, խնդրաղացել ես, ամեն ամիս էլ կմուծվես, որ Վարդան Ղուկասյան կորոնավորից ասեց, էդ եմ ես մեղավոր, հələ չել ասեմ, էդի ով այդ Վարդան Ղուկասյան, էդ եմ ես մեղավոր, էդի կոմպլիմենտ եմ խմա, այդեց էր կարտահայտվեց, խախպի տղեն, հիմա փաստորեն ասում այն մարդ, մեկը, փագած, չփագած, կռլն, դիտումներն էլ գպցնեմ, ուրեմն ես ուզում եմ, ինքեր Նիկոլ, որ դու լսես, էդի ես չեմ ասում, էդի սրանք են ասում, ասում են թարգմանաբար, կուլտուրական բանան եմ, էլի, ասում են, Միստր Գյուքասյան, ձեր ամեն մի ելույթը մեկ մոնիտորինգ են գարել, որ 24 ժամ հետո ունենում է 1 միլիոն դիտում առանց 2.7-ով բազմապատկելու, էտա կոսեն, էտա ամերիկացիք, ես չէ, ասում են ոնց եք մոնիտորինգ գարել, ասում է Facebook, Instagram, TikTok, YouTube և մնացած այլ սոցիալական ցանցեր, որ ասում է գումարում ենք յար, դրե փաստորեն էս կուլտուրական ամերիկացիք, էտա լաբորատոր հետաքննություն անցկացրել են, որ խոսքնան էս մարդու ձայնն կարող է պատահմամբ, էտա Ջուզեպե Վերդի օպերաների նման սենց հանրաճանչ, կեթա, տեսել են հայելի, մի ընդամենը ձայնային եթերը 24 ժամ հետո լսում է 1 միլիոն դիտում է ունենում, երբ որ սա գումարում են իրան, նորից եմ կրկնում, առանց 2.7-ի բազմապատկելու, անգամ որ ես կտվում եմ էս քամբախ տեղը։ Ընկեր Նիկոլ, հիմա դու հասկացար, որ քո փակելին իմաստ չունես։ Հիմա դրել ես էտատենց մարդկանց աշխատացնեմ այդպիշնիկնի, որ Վարդան Ղուկասյանի ջրա բողոքեն, այդ բանը նյութերը հեռացնել, հենա Facebook-ը հեռացնել, ասում է տրավլա, այդտենց կուլտուրական բառ կառուցել են։ Հա, ասենք լավ, ստից հեռացնել, օքեյ, գնա, ջնջվավ, քո այդ Աննա Բոլեինը ջնջվավ, դու ջնջվավ, արա, 300,000 մարդ, մենակ այդ մի ջովա լսե Աննա Բոլեինի հասին, իմ ասած կուլտուրական բառերը։ 200,000 մարդ նորից մենակ այդ մեջով, ես չեմ հաշում տելեգրամ, հələ հասկանում ես, ասիկել, ինչ օրինակ բերեմ, այդենց Մայքլ Ջեքսոն, մենակ ձեզ պահանջարկ ձայնի, ունեցել է Մայքլ Ջեքսոն, Լուսինե Զաքարյան, Գոհար Գասպարյան, Ռուբեն Մաթևոսյանը ծիծես ձայնային պահանջ չունեցել սովետական Հայաստանը։ Տղա ջան, ուզում ես այթիշնիկնի, ուզում ես ծառույշնիկնի, ուզում ես, չգիտեմ, ինչի,
մամայա մորմս եղածնի, ես ես բարերով ակասեմ, որ այդ արեստական բանականությանն էլ, որ թակմանի չասկնա, այդ ինչ չակասաղ ու կասանն, որ վիրավորանք կպարնակա։ Այդ ես ինատ եմ ձեզ խոսեմ, էլի, որ գա այդ ձայնայինը խասու յուրաքանչյուր հայ հանդիսատեսին և ունկնդրին, ինչ ուզում եք արեք, չի լինի լրեցնել, չի լինի, տղաջան, չի լինի, գուզես Facebook-ի վրա բողոքի, գուզես ինչ վրա այդ ուզում ես բողոքի, տավարի ցավ, չի լինի, եմ որ ասում սվյատը մեստը պուստը не бывает, հա, ամեն փայլում բան ոսկի չի, հա, տեսնի կասասվածներ կան, եմ որ ասում ինչքան էլ էշին զուքեզ է զարդարես, չի դառնա, այդ բաները քեզ ավերա, դուք ինչքան էլ քո ձեր ոռը ճղեք, ձեզ պատերով տակ, արեստականություն մարդ բուծեք եւ այլն, ոչ մեկ չի լինի Վարդան Ղուկասյան։ Ես նորից եմ ասում, դա մի կողմից ասո պարգևա, մի կողմից ասո պատիժա, հա, որ ցես բնավորություն ես ունեմ, ցես դասիրակություն եմ ստացել, որ իմ խոսքից հետ չեմ կանգնեմ, իմ ասածից հետ չեմ կանգնեմ, եմ որ ասում եմ Горбатова только могила бы исправить։ Չի լինում, Վարդան Ղուկասյանին լրացնել չի լինում, և Վարդան Ղուկասյանի պահանջակը նվազեցնել չի լինում, Վարդան Ղուկասյանին փոխարինել չի լինում, Վարդան Ղուկասյանին հասնել, ասնելու մասին չեմ խոսում, չի լինում, ոնց որ հիմա, և դա նորմալ է, և դա նորմալ է, որովհետև բնությունը ամեն մեկին ստեղծում է յուրովի, եթե բնությունը ստեղծում է մի բան, երկրորդը դու չես կարող դրա նման ստեղծել, որովհետև դա տվյալ բանը բնությունն է ստեղծել, երկրորդը դու ուզում ես ստեղծես, արդեն մարդն է ուզում ստեղծի, չի ստացվի։ Հիմա հասարակօրինակ, ցես որ որևիցե մեկը կան դերասաններ ունենք, հիմա որևիցե մեկը դու փորձի դառնա Կաթ Խաչվանյան, դառնա Սվետլանա Գրիգորյան, Գալան Օվենց, որևիցե մեկը այդքան երգչուհիներ կան, չէ՞, թող մեկը դառնա Գոհար Գասպարյան, Ֆլորա Մարտիրոսյան, Օֆելիա Համբարձումյան, չի լինի։ Այսքան ամերիկյան երգիչներ կան, մեկը կարող դառնա Ջեքսոն, չէ, Հյուդնի Հյուստոն, չէ, ռուսական երգիչների, Սոֆիա Ռոտար, չէ, այ մարդ, չի, ամեն մեկին բնությունը այդ ձևա ստեղծել, նույնը վերաբերում է դերասաններին, նկարիչներին, Պիկասո, Ռեմբրանտ եւ այլն։ Ասում դու էսի գնա, դու սրա մեջ ես լավ, դու նրա մեջ ես լավ, դու անբարոյականության մեջ ես լավ, դու սրա մեջ եւ այլն, այսինքն չես կարող փոխարինել։ Այսօր ոչ մեկ չի կարող փոխարինել Վազգեն Սարգսյան։ Հենա Վազգեն ունի երկու աղբյուր։ Որևիցե մեկը գոնե 10%-ով Վազգեն Սարգսյան կան։ Ցույց ոչ մեկ չնեղանա։ Չտա։ Այսինքն սա վիճակը։ Հիմա ում էլ որ դու դենաս բացես, շինես արեստական ընդդիմություն, որ գա փոխարինի Վարդան Ղուկասյանին, չի լինի։ Այսքան բլոգերներ են հենց Վարդան Ղուկասյանը ստեղ որպես բլոգեր։ Այսօր որևիցե մեկը չգիտեմ, գոնե կիսով չափ մոտենա Վարդան Ղուկասյանին, են բլոգեր եղած ժամանակ, չի լինի։ Ուստի, ինքեր Նիկոլ, քեզ մնում է համակերպել դառը իրականության հետ և սպասել են գեղեցիկ օրվան, որը ոչ սարերի ետևում չի, շուտ է ուշ, նոյեմբեր, պատալոկ, քոյս հովանավորներով ստեղ և այլն, բիզիմդիս, բայ գոզբայ։ Այն ժամանակ արդեն, ոչ որ Գասպարյան Վովան, հիմա գլուխը պատով նատալը մերեսը կարովը, ասում ես ինչ կակեր ես կերա, ինչի ես էտո բոզիտողություն արեցի Վարդան Ղուկասյանի դեմ, տավակսի բանդ, նույնն էլ դու ես ասելու, ես ինչ արեցի, ես ինչ սխալ քայլ ես արեցի, ես խուշացել եմ, չէ՞ որ ամեն անգամ բանտի զուրծ գալուց հետո Վարդան Ղուկասյանը էլ ավելի գելուգազանա դառնամ, էլ вообще դեմ առնեմ չի լինեմ, մեր աշկից առաջներ, ես ուզում ասել ժողովուրդ ջան, այնպես որ հանգիստ եղեք, Վարդան Ղուկասյանի ոգին տեղնա, ցանկալի որ Վարդան Ղուկասյանի հետևորդների եւ ամեն մի նորմալ հայ ոգին տեղը լինի, Վարդան Ղուկասյանին հավատացողների ոգին տեղը լինի, խնդրած կլինեմ որպեսզի Վարդան Ղուկասյանի անունից ավել պակաս քաքեր չուտել, տեսակ, որովհետև եթե 1-2-3 մագաժն ընկավ ես արդեն այդ մարդուն անձամ կանրադառնամ, այն ժամանակ աստվածել Բեթարեն ազատի, և սպասենք են գեղեցիկ օրվան, որը սարերի ետևում չի։ Այն որ ասում կգա մի օր, կմնա մի օր։ Եվ
ունենալ Վարդան Ղուկասյանի կամքի գոնե կեսի եւ չկոտրվել, սիրել երկիրը, սիրել հայրենիքը, սիրել հողն ու ջուրը, այլ ոչ թե այդ հողն ու ջրի վրա ապրող ամեն մի անառակի, եւ ես նորից եմ կրկնում, դա բուձ է տակ, այսքան մի բան, եղավ, շնորհակալություն, այսքանը, հաջողություն։